Գործարար ալիքն եք դուք դիտում կամ լսում, Դարփինյանի ժամն է մեր եթերում, ձեր ռադիոընթունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, թվային հարթակներում եք դիտում Գործարար ալիքի լրատվական ռադիոյի կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ։ Ով մեզ ռադիոընթունիչով է լսում, ֆիքսենք, որ առաջին խոսափողի մոտ հեղինակն է, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է, ով մեզ չի տեսնում, ուղղակի մեր ձայներն է լսում ու առաջի անգամ է հանդիպել մեր հաղորդմանը, անծանոթ են այս ձայները։ Շաբաթը իրադարձություններով լի էր, եկեք մի փոքր դրականից խոսենք, հետո անցնենք խնդիրներին։ Մանուշյանների վերաուղարկավորումը տեղի ունեցավ Ֆրանսիայում։ Ես նկատել եմ, որ ֆրանսիացիները պրոտոկոլին առանձնահատուկ ուշադիր են եւ միջոցառումները իրենց մոտ ֆանտաստիկ են ուղղակի ստացվում։ Վստահ եմ հետևել եք։ Իհարկե շատ գեղեցիկ էր, շատ սիմվոլիզմ կար այդ ամեն ինչի մեջ, մշակույթ կար այդ ամեն ինչի մեջ եւ իհարկե շատ բարձր վերաբերմունք կար դեպի Մանուշյանը եւ իհարկե դեպի հայերիս։ Դա ընդգծված էր շատ ֆրանսիացիների կողմից նախագահ Մակրոնի ճառում ես կառանձնացնեի սերը որպես հիմնական արժեք ներկայացրեց սիրով պայմանավորված բոլոր գործողությունները այդ սերը դեպի եւ Միսակ Մանուշյանը իր կնոջ նկատմամբ Մելինեի նկատմամբ բայց նաեւ այդ սերը տրանսֆորմացվել էր դեպի Ֆրանսիա այդ սերը տրանսֆորմացվել էր նաեւ դեպի իր արժեքներ եւ Ֆրանսիան Միսակ Մանուշյանին վերաթաղեց նույնպես սիրով, սերը որպես հիմնական արժեք էր այնտեղ ներկայացված։ Սիմվոլիզմը կայանում էր նրանում, որ փետրվարի 21-ին 44 թվականի, այսինքն 80 տարի առաջ հենց նույն օրն էր հուղարկավորվել, այսինքն սպանվել եւ գերեզման էր գտել Միսակ Մանուշյանը։ Մելինեն իհարկե դրանից հետո երկար ժամանակ ապրել էր եւ նաեւ այցելել էր սովետական Հայաստան։ Ես նկարներն եմ տեսել բավական հետաքրքիր նրա կողմից Հայաստանին ծանոթանալու, առնչվելու եւ գիտեք ցավալի է որ նրանք ժառանգներ չունեցան։ Ցավալի է նաեւ որ Մելինեն Միսակից հետո նույնպես չունեցավ ժառանգ։ Բայց ես կարծում եմ, որ մենք հայերս Միսակ Մանուշյանի անձը առաջին հերթին որպես պոետ արժևորելու խնդիր ունենք։ Նա հրաշալի պոետ էր, շատ գեղեցիկ տողեր ուներ, շատ գեղեցիկ եւ ես կարծում եմ, որ մեր պետությունը տեսեք Ֆրանսիան նման կերպ մեծարեց, մենք որևէ կերպ դեռևս չգիտեմ, ասենք այո, դպրոց կա Միսակ Մանուշյանի անվան, երևի թե դրանով մեր պետությունը կամ մենք հայերս որոշել ենք, որ դրանով պիտի սահմանափակվենք, իմ կարծիքով չպիտի սահմանափակվենք, որտեղ դա իսկապես հրաշալի բանաստեղծ էր Միսակ Մանուշյանը եւ մենք պիտի հրատարակենք, վերահրատարակենք, թարգմանենք տարբեր լեզուներով, աշխարհին ներկայացնենք, հասկանում եք։ Ես վստահ եմ, որ օրինակ ռուսերենով Միսակ Մանուշյանի բանաստեղծությունները չկան։ Հա, ես վստահ եմ, որ նույն ռուսախոս թեկուզ եւ մեր հայերը ծանոթ չեն նրան։ Ծանոթ չեն նրա ստեղծագործությանը, ծանոթ չեն նրա մոտեցումներին, արժեքներին եւ այլն, սա շատ կարեւոր խնդիր է իմ կարծիքով, նորից գալիս ենք բաց թողնված մեր հնարավորություններին, հա, պետության, մշակույթի, տվյալ դեպքում մշակույթի ոլորտի պատասխանատուների խնդիրն է սա։ Եվ նորից մենք խոսել ենք արևմտահայ գրականության մասին եւ մեր պետության պատասխանատվության մասին արևմտահայ գրականությունը ներկայացնելու, թարգմանելու, աշխարհին հրամցնելու։ Ես անգամ առաջարկս մեկ անգամ եւս հիմա կրկնեմ արևմտահայ թատրոն ստեղծելու, պետական թատրոն, պետության կողմից հովանավորվող թատրոն ստեղծելու խնդիր կա։ Որովհետև մենք հրաշալի գործեր ունենք, որոնք կկորչեն ուղղակի եւ դուրս կմնան մեր հայ մշակութային ժառանգությունից, որ իրավունքը մենք չունենք։ Հայոց, եթե ուզում եք իմանալ, հայկական մշակութային ժառանգության, պահպանության, զարգացման տեր կանգնելու խնդիրը դա պետական խնդիր է։ Եվ կոչ եմ անում պետության մեր պատասխանատուներին, այսօր երեք եմ կոչ արել, միշտ եմ կոչ արել, ցավոք սրտի այդ կոչերին
չեն արձագանքել որևէ adekvat կերպով կոչ եմ անում տեր կանգնել մեր արևմտահայ ժառանգությանը եւ Միսակ Մանուշյանի այս գեղեցիկ նրան նվիրված այս գեղեցիկ արարողությունը, որը տեղի ունեցավ Փարիզում, մեկ անգամ եւս մեզ հիշեցրեց մեր պարտավորության մասին, մեր իսկ արժեքների, մեր իսկ մեծերի նկատմամբ։ Մի հարց էլ տամ հայ-ֆրանսիական հարաբերություններից, հետո անցնենք օրակարգին։ Այդ միջոցառման մեջ քաղաքական ազդակներ կան, թե չկան, պարոն Դարբինյան։ Դե կարելի է փնտրել, կարելի է գտնել, կարելի է համարել, որ ոչ, ամեն դեպքում Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը պետության ներկայացված էր այնտեղ, դա իհարկե նաև ընդգծում էր ֆրանս-հայկական, բարեկամական, դեպի ստրատեգիականին ձգտող հարաբերությունները, ամենայն դեպս դրան մասին, դա բան էր, անպայման ընդգծված էր այդ թեման, բայց կարելի է համարել, որ դա ընդհանուր հումանիտար արժեք ունեցող միջոցառում էր, բայց հարցը նաև միջոցառումը չի, չէ՞ որ այնտեղ տեղի ունեցան նաև բանակցություններ, այսինքն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը եկավ Հայաստան դրանից հետո պաշտոնական հանդիպումներ տեղի ունեցան, պայմանավորվածություններ, հայտարարություններ հնչեցին, դա միայն այսինքն տեղի ունեցավ Մակրոն-Փաշինյան հանդիպումը, որի արդյունքում հայտարարություններ եղան, այսինքն դա նաև կարելի ասել նաև մաս էր պաշտոնական միջոցառումների պաշտոնական այցի։ Այնպես որ եթե դա տեղավորել այդ ընդհանուր կոնտեքստում, այո, բայց եթե կոնտեքստից դուրս նայենք, դա գեղեցիկ հումանիտար մշակութային միջոցառում է շատ։ Նախորդ շաբաթ Ռուսաստանից հյուրեր ունեինք։ Լայն լսարանը կարող էր նրանց տեսնել, ասենք, հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում վերլուծաբաններից մեկն էր տալի, հետո էքսպերտային քննարկում է տեղի ունեցել, որտեղ ինձ ավելի շատ դուր եկավ Ալեքսանդր Իսկանդարյանի ելույթը, հարց ու պատասխանը, սիրելի ռադիո լսողներ, եթե ժամանակ ունենաք, փնտրեք, համացանցում կա։ Մեծ հաշվով իմ տպավորությամբ վստահ եմ, որ հետևել եք, դրա համար եմ այդ հարցը տալիս, իմ տպավորությամբ այս մարդիկ եկել են ասել են, որ դեռևս մեր վրա հույս չդնեք, բայց հեռու էլ մի գնացեք։ Տենց մի ձեր հարցերը տեղ լուծեք առանց մեզ, բայց հեռու էլ շատ մի գնացեք, որովհետև եթե հեռու գնաք, շատ վատ կլինի։ Ես տենց ընկալեցի այդ մարդկանց խոսքերը։ Շատ լավ։ Դե ես մի քիչ այլ կերպ ընկալեցի եւ անդրադառնամ դրան, որովհետեւ իմ կարծիքով դա հետաքրքիր է 1, լուրջ է 2, կարեւոր է 3։ Տեսեք, հետաքրքիր է նրանով, որ Ռուսաստանում այսօր Ռուսաստանում բնակվող քաղաքագետները նրանք անպայմանորեն այսպես թե այնպես ներկայացնում են պետական դիրքորոշումը, պետության դիրքորոշումը։ Այնպես որ վերաբերվել նրանց որպես ուղղակի անկախ քաղաքագետներ չի կարելի։ Նրանք այսպես թե այնպես ներկայացնում են Կրեմլի եւ Ռուսաստանի պետության դիրքորոշումը։ Սա մեկ, երկրորդը ես կարծում եմ, որ ելնելով տվյալ իրավիճակից, արդեն ստեղծված իրավիճակից, ես կարծում եմ, որ այս այցը որոշ չափով նախազգուշական այց էր։ Նրանք եկել են նախազգուշացնելու այն բարդությունների մասին, այն հետևանքների մասին, որոնք կարող են ծագել Հայաստանի կողմից, ուրեմն որդեգրված քաղաքականության շարունակության դեպքում։ Սա որոշակի նախազգուշական այց էր, ես կարծում եմ, որ նման այցերը եւս կլինեն հաջորդիվ։ Ես կարծում եմ, որ այս քաղաքագետներին կփոխարինեն այլ քաղաքագետները, բայց դրանք եւս կլինեն 1, 2, 3 նախազգուշական այցեր։ Եվ երրորդը իհարկե մեզ համար կարևոր էր հասկանալու, թե ինչպիսի քաղաքագիտական կոնցեպտներ են այսօր գերիշխում Ռուսաստանում, ինչով է, ինչ մոտեցումներով է ղեկավարում Ռուսաստանը իր գործողություններում, եւ այստեղ մենք նույնպես պիտի դա անցալենք, գիտակցենք եւ համապատասխան հետեւություններ անենք մեր գործողությունների տեսակետից։ Տեսեք, առաջինը, որ ես կընդգծեի, դա այն է, որ ռուսները սկսեցին այս գործողությունները Ուկրաինայում որպես հատուկ ռազմական գործողություն, չէ՞ օպերացիա, սպեցիալնա военная օպերացիա։ Անկամ նրանք պատժում էին այն քաղաքագետներին, որոնք դա կոչում էին պատերազմ։ Լրագրողներին, քաղաքագետներին, բլոգերներին, այո։ Հիմա արդեն բացահայտ ասվում է, որ պատերազմ է սա։ Սա այլևս այդ հատուկ գործողություն չէ։ Բայց ինչ են ասում իրենք։ Իրենք ասում են սա
հատուկ գործողությունը ուղղակի ուղղված էր Ուկրաինայի դեմ եւ ուղղությամբ։ ՆԱՏՕ-ի հետ պատերազմը եւ պատերազմը ՆԱՏՕ-ի հետ, սա ուրեմն լրիվ ուրիշ պատերազմ է։ Ավելին, իրենք ասում են, որ առաջին этаպը այդ պատերազմի, առաջին դրվագը արդեն ավարտված է եւ ավարտված է Ռուսաստանի հաղթանակով։ Իրանք դա կոչում են պրոքսի ՆԱՏՕ, այսինքն Ուկրաինան որպես պրոքսի ՆԱՏՕ, առաջին դրվագը պարտվել է Ուկրաինան, ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով եւ հիմա արդեն այն պատերազմը, որը ծավալվելու է կամ ծավալվել է արդեն իսկ ՆԱՏՕ-ի Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում շարունակվելու եւ Ռուսաստանը իհարկե տրամադրված է հաղթանակի։ Սա առաջինն է։ Երկրորդը ընդգծված էր այն, որ սա երկարատև պատմություն է եւ պիտի բոլորը պատրաստ լինեն երկար ընթացող պատերազմին։ Անգամ համեմատություն բերվեց Իրաքի եւ Իրանի եւ Իրաքի 80-ականներին տևած 8 տարի պատերազմի հետ, այդ համեմատությունը, այսինքն ներկայացվեց իրենց պատրաստակամությունը եւ իրենց տրամադրվածությունը, սա ունենալ որպես երկարատև պատմություն։ Երրորդը իհարկե ոչ միայն այս կոնկրետ մեզ այցելած քաղաքագետների, նաեւ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ ես նկատում եմ արդեն այս պատերազմի բնորոշումը որպես հայրենական պատերազմ։ Այսինքն սա այն պատերազմ է, որ պարտություն չի ենթադրում Ռուսաստանի կողմից, սա չի ենթադրում պարտություն։ Դուք գիտեք, որ սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ տեղի ունեցան, այս Դոնբասի, Լուգանսկի տարածքները պաշտոնապես ընդգրկվեցին արդեն Ռուսաստանի Դաշնության սահմանադրության մեջ որպես ֆեդերալ ուրեմն կառույցներ, միավորներ եւ այլևս դրանից հետո եւ հիմա հատկապես Ռուսաստանի կողմից այս պատերազմը գնահատվում է որպես հայրենական պատերազմ, որտեղ պարտություն հնարավոր չէ, պարտություն չի կարող լինել։ Հիմա, այսինքն պատերազմը արդեն ռուսական կոնցեպտով իրականացվում է սեփական տարածքները պաշտպանելու եւ ուրեմն թույլ չտալու նրանց գրավումը։ Սա շատ լրջացրեց, այսինքն սա մոտեցնում է արդեն հաջորդ քայլի, որ Ռուսաստանը այս պարագայում ցանկացած գործողության պատրաստ է լինելու։ Եվ սա բացահայտ կերպով նույն ասենք Դմիտրի Մեդվեդևը ներկայացնում է հաճախ է խոսում հաճախակի, բայց մենք կկրակենք ատոմային զենքով։ Այո, դա պես նա հասարակ բլոգեր չի, էլի, նա պաշտոնական կարծիքն է ներկայացնում։ Չորրորդը, որը շատ կարևոր էր եւ մեզ էր վերաբերում, ասվեց հետեւյալը, որ Ռուսաստանը իհարկե եթե Հայաստանը շարունակի իր այս դիրքորոշումը ուրեմն պրո-արևմտյան եւ հակառուսական, ինչպես իրենք են գնահատում, Ռուսաստանը իր ուժերով իհարկե չի հարձակվի Հայաստանի վրա, դա կանի Ադրբեջանի ուժերով։ Դա գրեթե բացահայտ ասվեց։ Դրա մասին բացահայտ ասվեց։ Եվ իհարկե ասվեց նաեւ, որ որպես հաջորդ քայլ հակառուսական իրենք կդիտարկեին Զելենսկու հնարավոր այցը, որի վերաբերյալ մեծ աղմուկ կա հիմա արդեն, ես չգիտեմ ինչքանով է դա հիմնավորված, ինչքանով ոչ, բայց աղմուկը բավական լուրջ է եւ բավական լայն։ Իմ մոտեցումը այստեղ կայանում է նրանում, որ Զելենսկին նախ Ռուսաստանում ընկալվում է որպես համար մեկ թշնամի։ Երկրորդը Զելենսկին եթե այցելում է որևէ երկիր, նա այցելում է երկու նպատակով, կամ պիտի փող վերցնի այդ երկրից, կամ պիտի զենք վերցնի, կամ փողի կամ զենքի խնդիր է, այսինքն նրա այցելությունները պատերազմող երկիր է, չէ, Ուկրաինան։ Հիմա եթե Զելենսկին միտեղ այցելում է, դա կամ պիտի փողի համար լինի, կամ պիտի զենքի համար լինի։ Հայաստանը նրան չի կարող տալ ոչ փող, ոչ զենք։ Ակնհայտ է, չէ, այսինքն Բաքուն կարող է, որովհետև մեզնից հետո Բաքու էլ է գնալու։ Վստահ չեմ, այնտեղ կարծես ես վստահ չեմ, որ գնալու է Բաքու, որովհետև կարծես թե Բաքուն հերքեց, որ նման խնդիր չկա, ի տարբերություն մեզ։ Այսինքն ինչ որ բան հաղորդագրություն եղավ, որ Բաքվի հետ դա համաձայնեցված չի։ Ես վստահ չեմ, որ Բաքու գնալու է, ես վստահ չեմ, որ այստեղ գալու, վստահ չեմ, որ ընդհանրապես այդ աղմուկը բան ունի, իմաստ ունի, բայց ամենայն դեպս այդ բանը կա, այդ մտավախությունը կա, որ եթե
նման այց տեղի ունենալու, եթե տեղի ունենալու եւ Հայաստան եւ Ադրբեջան, օրակարգը որն է, այսինքն սա արևմտյան օրակարգ է։ Ես մեծ հաշվով իմ համար էլ է անհասկանալի։ Զելենսկին գալիս է Երևան ինչ անի, հետո գնում է Բաքու ինչ անի, էլի։ Դա նշանակում է, որ դա տեսեք, հայ-ուկրաինական առանձին օրակարգ մենք չունենք։ Խնդիր, որ այսօր ծագած լինի, որը հայ-ուկրաինական շատ լավ, բարեկամական երկիր է, ուրեմն մենք միշտ ցանկացել ենք, որ լավ լինի, բարգավաճեն, ուրեմն պատերազմ չլինի եւ այլն, բայց մենք չունենք օրակարգ։ Եվ ինքը չունի իր օրակարգը, որովհետեւ իր օրակարգը զենքն է եւ փողը։ Մենք չունենք ոչ զենք, ոչ փող։ Սա նշանակում է, որ այդ այցը սպասարկելու է արևմտյան օրակարգը։ Ուրիշ օրակարգ, հա? Այսինքն մենք դառնում ենք կարող է մեր օրակարգն ու արևմտյան օրակարգը այլևս նույն օրակարգն է։ Հիմա այստեղ դա նշանակում է, որ մեր տարածքը կդառնա արևմտյան օրակարգի եւ ռուսական օրակարգի ուղղակի պատերազմի բախման կետ եւ դրանից մենք չենք շահի, դրանից մենք միայն կտուժենք։ Մենք պետք է հնարավորին չափ զերծ մնանք այդ նմանատիպ զարգացումներից եւ գիտեք ինչ կա, հիմա մեզ այո, դա կամ մենք ուրեմն ասում ենք կամ մեղադրում ենք նախկին իշխանություններին, որ նրանք սպասարկում են ռուսական օրակարգ։ Հիմա եթե այս իշխանությունները սպասարկում են արևմտյան օրակարգը, տարբերություն ես չեմ տեսնում։ Կամ պիտի քո օրակարգը սպասարկես, կամ պիտի փորձես զերծ մնալ ընդհանրապես այլ օրակարգեր սպասարկելուց։ Տվյալ պարագայում ես տեսնում եմ, որ մենք հակառակը դառնում ենք գործիք այլ օրակարգեր սպասարկելու համար, իսկ ինձ համար դա անընդունելու է թե ռուսական, թե արևմտյան օրակարգ սպասարկելու։ Մենք դա սուվերենության պակասի մասին է խոսում։ Ցավոք սրտի մենք այս խնդիրը ունենք, անգամ ոչ թե պակասի, այլ բացակայության, եթե ստացվում է, որ տեսեք, թող Զելենսկին գնա Վրաստան։ Տեսնենք, ասենք Վրաստան, որը որ համար 1 արևմտամետ երկիրն է մեր տարածաշրջանում այս պահի դրությամբ, գոնե ֆորմալ, որովհետև նրանք արդեն տեխնացու են, որ դառնան Եվրամիության անդամ, բանակցություններ սկսեն եւ այլն։ Թող գնա Վրաստան, տեսնենք կգնա Վրաստան, չի գնա Վրաստան, հասկանում եք, որովհետև Վրաստանի հետ նա խնդիրներ ունի, որովհետև Վրաստանը չմիացավ հակառուսական պատժամիջոցներին եւ այլն։ Այսինքն մենք այստեղ խնդիր ունենք, ես կարծում եմ, որ սա պիտի շատ ավելի զգուշ մոտենանք մենք սրան, որովհետև դա իմ կարծիքով Ռուսաստանի համար դա կլինի ուղղակի շատ զգայուն, այսպես ասած, հարց եւ հարված, որի իմաստը ես չեմ տեսնում այսօր։ Իսկապես չեմ տեսնում։ Այսինքն ինչ պիտի բերի Զելենսկին այս տարածաշրջանին։ Որը բան չի կարող բերել։ Տեսեք, Միացյալ Նահանգները 4 անգամ Բլինկենը գնաց եկավ Մերձավոր Արևելք, Իսրայել, հանդիպեց արաբական երկրների օրակարգը մեկն էր, պատերազմը կանգնացնել։ Չկարողացավ։ Միացյալ Նահանգները չկարողացան կանգնեցնել Իսրայելի եւ Համասի միջև պատերազմը։ Չկարողացան գալ որևէ համաձայնության։ 4 անգամ ինքը Միացյալ Նահանգներից հատուկ չվերթներով թռնում էր ռեգիոն եւ դուրս էր գալիս։ Այսինքն, եթե Միացյալ Նահանգները չկարողացան այնտեղ կանգնեցնել պատերազմը, ինչպես պիտի Արևմուտքը այստեղ կանգնեցնի պատերազմը։ Կարծում եք չի կարող։ Ես կարծում եմ կարող է, ուղղակի ցանկությունը չունի։ Ինչի՞ չէ։ Նա ցանկություն ունի Իսրայելը չկարողացավ, Իսրայելը չենթարկվեց, ուր է երաշխիքը, որ Թուրքիան կենթարկվի։ Ես չունեմ այդ երաշխիքը։ Չունեմ այդ երաշխիքը։ Ես չեմ ասում Ադրբեջանը։ Ես չեմ ասում Ադրբեջանը, ես ասում Թուրքիան։ Այսինքն որովհետև Ադրբեջանի ցանկացած գործողություն համաձայնեցված է լինելու Թուրքիայի հետ։ Եթե պատերազմական իրողության առջև մենք կանգնենք, դա նշանակում է, որ Թուրքիայում է։ Պարոն Դարբինյան, հիմա արևմտամետ ռադիոլսողներն ու դիտողները հարց են տալու, էլի, ու ես կարծում եմ, որ այդ հարցը լեգիտիմ է, իրավունք ունի։ Բա այլընտրանքը ո՞րն է։ Հիմա այդ ռուս փորձագետները գալիս են, ասում են Ժորժ ջան, Ֆրանսիայից մի առեք զենք, այլընտրանք եք ուզում, Կորեայից առեք այդ զենքը, մի առեք մեր թշնամուց։ Մի քիչ այդպես չէր, մի քիչ այդպես չէր։ Այսինքն, տեսեք, նորից, տեսեք։ Հիմա մենք շատ լավ է որ զենք ենք գնում, ուղղակի պիտի վստահ լինենք, որ մենք զենքը գնում ենք ծրագրավորված, համակարգված, հասկանալով թե ինչ ենք գնում եւ ինչի համար, հա, որն է ստրատեգիան։ Այդ ամենը դե հիմա ինչ ասեմ, հույս հայտնենք, որ այդպես է եւ ինչ որ մեկը տիրապետում է այդ ստրատեգիային։ Հիմա ես չեմ տիրապետում։ Դուք չեք տիրապետում։ Հուսանք, որ իրանք տիրապետում են։ Հուսանք, որ ինչ որ մեկը տիրապետում է, թե ինչու այս զենքը գնվեց այս գնով, այլ ոչ թե ուրիշ զենք, ուրիշ գնով, չէ՞։ Մեկ պիտի, ասենք առաջինը դա
Իմիջիայլոց ռուսների կողմից ներկայացվեց նաև այդտեղ որոշակի առաջարկություն նաև մեզի օգնություն, հա, ասացին օրինակ կարող եք թանկը չգնել, էժանը գնել, շատ ավելի շատ գնել եւ այլն, գնել ոչ թե օրինակ Ֆրանսիայից որը թանկ է, Հնդկաստանից որ դուք առաջին փորձարկողն եք լինելու այդ զենքի, հա, ասեք դուք առաջին, այսինքն փորձադաշտ եք դուք, որտեղ առաջինը դուք եք գնել, դուք եք օգտագործելու եւ բոլոր բաց թողումները, բոլոր թերությունները զենքերի ձեր վրա են, ուրեմն առաջինը փորձարկվելու։ Ինչու եք չփորձարկված զենք գնում, գնեք փորձարկված զենք ենթադրենք Բուլղարիայից կամ նույն Սերբիայից, օրինակ, հա, Եգիպտոսից նման խնդիր առաջացավ նույնպես, հա, այսինքն հարցեր կան, որոնք որ մասնագիտական լրջագույն քննարկման եւ որոշումների կայացման բան ունեն, խնդիր կա, կարիք ունեն։ Հիմա այս վստահ լինենք, հույս հայտնենք, որ այդ որոշումները մասնագիտական քննարկման եւ այդ լրջագույն քննարկման արդյունք են, որ Ֆրանսիայից պետք է գնել սա, նա եւ այլն։ Բայց ես ունեմ ուրիշ մտավախություն։ Այսինքն մենք հիմա գնում ենք, շատ լավ ենք անում, բայց որովհետեւ մենք կարողանանք դիմակայել հնարավոր փորձություններին եւ պատերազմական վտանգներին, մեզ տարիներ են պետք, անգամ էս նոր զենքերով, տարիներ են պետք։ Մենք չունենք այդ տարիները։ Մեզ մոտ պատերազմական վտանգը այսօրվա է, այս պահի է։ Հիմա անկախ նրանից որ մենք զենք ենք գնում, այդ վտանգը մենք չենք հեռացնում։ Հասկանում եք։ Հիմա Ռուսաստանի նկատմամբ իրենց գնահատման ոչ բարեկամական, անգամ թշնամական ժեստեր ուղարկելով, մենք մեր պաշտպանվածության աստիճանը չենք բարձրացնում։ Այսինքն մենք նախ չունենք երաշխիք եւ որևէ տարբերակ չկա, ես չեմ տեսնում այդ տարբերակը։ Ես կրկնեմ մեր արևմտամետ ռադիո լսողների հարցը։ Իսկ այլընտրանքը ո՞րն է։ Այլընտրանքը մենք պիտի փորձենք մեր սուվերենությունը դրսևորել, չիրականացնենք որևէ մեկի օրակարգը, անպայման պիտի գանք համաձայնության եւ Ռուսաստանի, եւ Արևմուտքի հետ, եւ Թուրքիայի հետ, եւ չեմ ասում Ադրբեջանի, որտեղ Թուրքիայի հետ համաձայնության գալու պարագայում զգացում եմ, որ Ադրբեջանի հետ համաձայնությունը կլինի ավտոմատ կերպով։ Ճիշտ եմ հասկանում, որ նկատի ունենք տանկ սուվերեն միջանցքը, որտեղ համաձայնություն ասելով, այդտեղ ուրիշ բան չկա, այդ մարդիկ մեզնից ռուսներն ու թուրքերը մեզնից այդ մի բանն են ուզում, ասում են դուք նոյեմբերի 9-ին ասել եք, տվեք մեր միջանցքը, տվեք, թող իրանք էլ գան վերահսկեն։ Լավ ջան, մենք պիտի լինենք ռեալիստ, մենք պիտի հասկանանք, որ միջազգային իրավունք, միջազգային հանրություն եւ այլն դրանց վերաբերմունքը, դրանց գնահատականը որևէ նշանակություն չունեն արդի աշխարհում։ Ուժն է գերակայում, ավելին, դա ոչ թե այսօր է, այսինքն մենք բազմաթիվ օրինակներ ունենք պատմության մեջ, երբ ուժն է գերակայել, եւ եթե ունես հնարավորություն եւ ուժ, կարողանում ես քո նպատակին հասնել։ Ես ասենք երկու օրինակ կարող եմ բերել Իսրայելի 6-օրյա պատերազմը 1967 թվականին, երբ 5 արաբական երկրի վրա նրանք ուղղակի ռմբակոծեցին, հա, որևէ մի պատժամիջոց նրանց նկատմամբ չկարողացավ աշխարհը կիրառել։ Շարունակեմ, Բլինքենը 4 անգամ գնաց եկավ, որևէ կերպ Նետանյախուն ասում է ոչ, ամբողջ աշխարհն ասում է այնտեղ Պաղեստինյան պետություն պիտի լինի, Երուսաղեմը պիտի կիսեք երկու մասը տակ Պաղեստինին, այո։ Ամբողջ աշխարհն ասում է ոչ, ոչ, որտեվ դա մեր անվտանգության դեմ է, մենք երբեք դա թույլ չենք տա, ասում է Նետանյախուն։ 1986 թվականին Նիկարագուա հանդիմեց ՄԱԿ-ի միջազգային դատարան, ուրեմն այդտեղ կոնֆլիկտ կար Նիկարագուայի մի կողմից եւ Սալվադորի, Կոստարիկայի, կարծեմ, նաեւ Հոնդուրասի հետ, այնպես որ կոնֆլիկտ կա, որտեղ Միացյալ Նահանգները բռնեցին այս կողմը Նիկարագուայի դեմ, բնականաբար, որտեղ այնտեղ սոցիալիստական իշխանություն էր։ ՄԱԿ-ի միջազգային դատարանը Միացյալ Նահանգների դեմ որոշում կայացրեց իօգուտ Նիկարագուայի, որևէ մեկը դա չկատարեց։ Միացյալ Նահանգները հասան նրան, որ 1992 թվականին Նիկարագուայում իշխանությունը փոխվեց, ուղղակի այնտեղ իրենք տրանսֆորմացրեցին իշխանությունը, եկավ նոր իշխանություն, ասաց Ամերիկան ճիշտ է, մենք սխալ, հասկանում եք։ Միջազգային իրավունքով եւ այլն օրենքներով որոշումներ են կայացվել։ Եվ վերջապես Բուշի դոկտրինա, այսպես ասած, գոյություն ունի։ Ջորջ Բուշ կրտսերը 2002 թվականին հրապարակեց մի շարք փաստաթղթեր, որոնց իմաստը հետևելն էր։ Ուրեմն ուժը կարող ես գործադրել եւ կիրառել ոչ միայն ռեալ վտանգի պարագայում, այլ նաև պոտենցիալ վտանգ։ Եթե դու զգում ես, որ դու պոտենցիալ վտանգ ունես, դու իրավունք ունես ուժ կիրառելու։ Եվ Հարավսլավիայի ռմբակոծումը
Բելգրադի ռմբակոծումը իրենք հիմնավորեցին հենց դրանով, որովհետև մենք տեսնում ենք պոտենցիալ վտանգ, մենք խփում ենք, որպես այդ պոտենցիալ վտանգը վնասազերծենք։ Մեծ հաշվով Իրաքն էլ էր այդպես, մեծ հաշվով Ադրբեջանի, ուրեմն Ալիևի դիրքորոշումը վերջին Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ հենց նույնն էր, այսինքն նրանք պոտենցիալ վտանգ էին փորձում եւ այդպես են ներկայացնում աշխարհին։ Նաեւ Հայաստանի տարածքի վրա նրանց հարձակումը նրանք հիմնավորում են նրանով, որ պոտենցիալ վտանգ է ներկայացնում Հայաստան, դրա համար մենք պիտի կառավարենք, տիրապետենք այդ բարձունքներին, որպեսզի կարողանանք վնասազերծենք Հայաստանի պոտենցիալ վտանգը։ Հասկանում եք, սա է ուժի իրավունքն է։ Հիմա դուք ասում եք ինչ անենք, սրանց կծվենք, նրանց կծվենք, կծվելով չի լինի։ Պիտի կարողանանք ամեն մեկի հետ գտնենք իր հետ կապված հետաքրքրությունների ընդհանրությունը եւ փորձենք այդ ընդհանրության մեջ գտնենք մեր լավագույն դիրքը։ Չի լինի, թե չէ, ես նորից եմ կրկնում։ Հիմա նրանք ովքեր Ռուսաստանի համար ուկրաինական պատերազմը հայրենական պատերազմ, այնտեղ մինչև անգամ ամենադաժան միջոցների կգնա, եթե ինչ-որ միտեղ չկանգնի, իսկ աշխարհը այսօր պատրաստ չի կանգնեցնելու, աշխարհը այսօր զինում է, պատրաստ է զինելու, չնայած այդքան էլ լավ չի զինում Ուկրաինային, Ուկրաինան օրական միջինում Ուկրաինան կորցնում է 100 զինվոր, բացահայտ թիվ է, որը արձանագրված է նույն արևմտյան աղբյուրներում։ Հիմա ինչ անենք մենք պիտի կարողանանք, նորից եմ կրկնում, սա դիվանագիտության արվեստ է եւ շնորհքն է, սա աշխարհի process-ներին տիրապետման շնորհքն է, սա պիտի ուղղակի մենք եւ պատմությունը շատ լավ իմանանք, ուսումնասիրենք եւ մեր սեփական սխալների վրա փորձենք սովորել, որովհետեւ չենք սովորում, մենք կրկնում ենք միևնույն սխալները դարեր շարունակ, ինչպես կարող է սա շարունակվել, դեպի ուր շարունակվել, այդ նույն արևմտամետները, ինչ են ասում են քշեք ռուսներին, ՆԱՏՕ-ն բերեք, ՆԱՏՕ-ն, լսեք, անգամ Ուկրաինայում ՆԱՏՕ-ն պատրաստ չի մտնել։ Պրոբլեմն է, որ ինքը չի գալիս, էլի, ու ինքը ոչ թե չի գալիս, որտեվ ռուսները ստեղ են, այլ ինքը չի գալի, որտեվ ինքը չի գալիս։ Ինքը չի գալիս, որովհետեւ որևէ մեկին հետաքրքիր չի պրոբլեմատիկ երկիրը։ Հասկանում եք, պրոբլեմատիկ ազգաբնակչությունը, պրոբլեմատիկ իր հարևանների հետ պրոբլեմ ունեցող, որևէ մեկին դա հետաքրքիր չի։ Եվ հիշեք այս բառերս, իրենք անպայման բարիշելու են Ռուսաստանի հետ, մենք ենք դուժելու մեջտեղը, մենք ենք դուժելու, վաղ թե ուշ բարիշելու են, մենք հայտնվելու ենք հիմար վիճակում, եթե մենք մեզ արժանապատիվ չդրսևորենք եւ այնտեղ, հասկանում եք, անպայման գալու են նրանք, հնարավոր չի, թե չէ, այսինքն աշխարհը կամ կործանվելու է այդ միջուկային պատերազմի մեջ, կամ անպայման գալու են համաձայնության։ Ֆրանս 24-ին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը տեղ իրականում մինչև տեսագրության հայտնվելը շատ մանիպուլյացիաներ եղան, էլի, ասացին, որ վարչապետը հայտարարել է, որ մենք սառեցնում ենք մեր հարաբերությունները հապկի հետ, բայց իրականում ես նայել եմ հայերեն թարգմանությամբ օրիգինալը, ինքը ասաց, որ փաստացի մենք սառեցրել ենք հարաբերությունները։ Ոչ մի նոր բան չասաց։ Այդ եմ ասում, այսինքն այդտեղ ինչ որ նոր բան չի, բայց դա ներկայացվեց որպես ինչ որ տենց ցնցող իրադարձություն։ Անգրագետ թարգմանությունը, անգրագետ մեկնաբանությունը, ուրեմն հատուկ մանիպուլյացիա է կարծում։ Չէ, դա 3 կատեգորիա են մարդկանց, էլի, որոնք որ բերեցին դրան, որ հիմա այդ աղմուկը բարձրացել է ոչնչից, որովհետև որևէ նոր բան չի ասել, նա ընդհանրապես ասում։ Արձանագրել է ստեղծված իրավիճակը, որ սենսա մենք իսկապես չենք մասնակցում, մի տարուց ավել, մի տարի կես կարծեմ, չենք մասնակցում։ Հիմա դա այո, դե ֆակտո սառեցված է։ Հիմա դա ոչ թե դե յուրե է սառեցված, Պեսկովն ասում է, այդ նման բան չկա սառեցման։ Մենք նամակը թուղթը չենք ստացել, այո։ Չէ, հետո ասում են նման կարգավորում չկա մեր փաստաթղթերում։ Անհնարին է դա։ Պետք չի փաստաթղթերում կարգավորում փնտրել։ Մենք դե ֆակտո իրավիճակն ենք արձանագրել, որևէ բան չենք, նոր բան չենք ասել։ Պարոն Դարբինյան, կարծում եմ կարելի է արձանագրել, որ Հայաստանի ռևերսի փորձը այլևս տեղի է ունենում աշխարհքաղաքական։ Այսինքն եթե այն ժամանակ տենց մենք այս կողմ են կողմ էինք անում, այլևս պարզա որ դա տեղի է ունենում։ Մենք կատարում ենք աշխարհքաղաքական ռևերս այս պահին։ Նախ վստահ չէ։ Երկրորդը չեմ համարում որ դա ճիշտ է։ Չէ, ճիշտ ու սխալի մասին չենք խոսում։ Չեմ համարում որ ճիշտ է, ուրեմն ճիշտ է ոչ թե ռևերս կատարել, ճիշտ է գտնել սեփական ինքնությունը եւ սեփական սուվերենությունը
պահել ու պաշտպանել։ Եթե մենք պիտի սպասարկենք այլևս հիմա արդեն արևմտյան օրակարգ, դա բացարձակապես սխալ մոտեցում է։ Եթե մենք սպասարկում ենք մինչև այժմ ռուսական օրակարգ, Էդ էլ էր սխալ մոտեցում, բայց այս էլ է սխալ մոտեցում։ Եկեք դադարենք սպասարկել ռուսական օրակարգը։ Ոչ թե սկսենք Այստեղ ես համաձայն եմ, դադարենք սպասարկել ռուսական օրակարգը, սկսենք սպասարկել գտնել սեփական օրակարգը եւ սպասարկել այն։ Բայց տեղափոխվել ռուսական օրակարգից արևմտյան օրակարգ, ինչպես օրինակ այս Զելենսկու հնարավոր այցն է, որ դա միանշանակ արևմտյան օրակարգ է։ Հիմա մենք այսինքն ինչ ենք այդտեղ, մենք բան ասենք էքսպերիմենտալ ինչ-որ տարածք ենք։ Դες պարապետը ոնց ասում էր, էլի, որ Հայաստանը որբ չի որ մազերով որ կողմուզի սանրի, բայց հիմա կարծես թե էտա։ Ես կուզեի տնտեսական ռևերսի վերաբերալ Դավիթ ջան, որպեսզի վերջացնեմ։ Ուրեմն եկեք համարենք, որ ռևերսը հետեւյալն է, որ մենք դադարում ենք սպասարկել որևէ օրակարգ։ Սա արդեն ռևերս է, սա հսկայական մեծ քայլ է, եթե մենք իսկապես կարողանանք դա իրականացնենք, բայց դրանով իսկ նոր խնդիրներ չստեղծենք, պիտի կարողանանք հարթել եւ հարաբերությունները բերենք նորմալ կոնստրուկտիվ դաշտ։ Հարաբերությունները այսօր կոնստրուկտիվ դաշտում չեն գտնվում։ Ոչ մի կողմի հետ։ Ոչ մի կողմի հետ, ոչ ռուսական կողմի, ոչ վեստերն աշխարհի։ Այո, որովհետեւ նույնն ասենք այդ ֆրանսիական այցը բան շատ լավ էր, գեղեցիկ էր, շատ գերազանց էր ամեն ինչը, բայց ասենք ինչ որ մենք ստացել ենք, մեզ որևէ կերպ չի կարող փրկել, եթե վաղը պատերազմը սկսվեց, հա։ Այո, իրենք ասացին հրթիռներ կուղարկենք, բան էսել միգուցե նախ պիտի հասկանանք ինչ գնով ենք մենք դա առնում, դա թանկ հաճույք է, էլի, ֆրանսիական հրթիռը դա էժան բան չի, դա թանկ հաճույք է, պիտի հասկանանք։ Ունենք մենք այդ հնարավորությունը, չունենք, որտեղից են գտնում այդ հնարավորությունները, սեղմվում ենք միգուցե որպեսզի կարողանանք գնել շատ լավ, բայց այսօր հրթիռը գնացինք, այդ հրթիռը սպասարկելու եւ նրա հետ նրանով պատերազմելու համար տարիներ են պետք, որպեսզի մենք դա սովորենք։ Ռուսական ինքնաթիռները օրինակ, նույնիսկ ռուսական ինքնաթիռները, որը կարծես թե մեզ ծանոթ տեխնիկա է, ասել որ հանկարծ մեզ չթվա, որ ինչ որ մենք հարց ենք լուծել եւ ինչ որ չափով երաշխավորված է այլևս մեր խաղաղությունը, ասենք, բացարձակ երաշխավորված չէ, պատերազմը կարող է սկսվել, իսկ նորից Իսրայելի օրինակով նորից կրկնեմ, որ Միացյալ Նահանգները անգամ Իսրայելում չկարողացան պատերազմը կանգնեցնել։ Ես վստահ չեմ, որ նրանք կուզենան 1 եւ կկարողանան 2 պատերազմը կանգնեցնել այստեղ։ Եվ ուրեմն մենք պիտի ապավինենք սեփական ուժերին եւ եղած հնարավորություններին եւ չանտեսենք այդ թվում ռուսական հնարավորությունները, որովհետեւ այնուամենայնիվ ռուսական բազան այստեղ է, մենք պիտի կարողանանք ռուսական բազան որպես մեզ պատնեշ օգտագործել, ոչ թե մեզ թշնամի, հասկանում եք, հիմա մենք եթե թշնամացնում ենք մի երկիր, որի բազան մեր տարածքում է գտնվում, դե հիմա գիտեք ինչ կա, դա բացարձակ խոհեմ չի, էլի։ Դե տրամաբանական էլ չի։ Ես կուզեի մի փոքր տնտեսությունից խոսեինք, տարեսկզբին նախարար Քերոփյանն էր այս տաղավարում, ով հիմա տնային գալանքի մեջ է, սենց հարց էինք քննարկում, ասում էի, որ եթե հերթական անգամ մենք չգնանք հապկի հերթական նիստին եւ տեղի ունենա այն ինչ որ սովորաբար, ռուսական պաջիչ մեքենայի առաջին этаպը, հա, այսինքն բանը Ռոսսելխոզնadzորը եւ Լարսի ճանապարհը։ Մենք ունենք այլ ընտրանքային լուծում։ Ինքը պատասխանեց ինձ, ռադիոլսողները կարող են մեր YouTube-յան էջում գտնել այդ հարցազրույցը, ինքը ասաց, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք շուկաները, ես ասացի, այդ շատ լավ է, ես համաձայն եմ, բայց ես խոսում եմ վաղվա մասին։ Այ եթե վաղը մենք չգնանք հապկի նիստի եւ դա տեղի ունենա, ինչ ենք մենք անելու, ինքը ասաց, որ կան տարբերակներ, մենք գիտենք ինչա լինելու։ Արդյոք մեզ այլընտրանքային շուկաներում սպասում են ըստ ձեզ, պարոն Դարբինյան։ Դա ես հետաքրքիր հարց է, որտեվ չեմ կարծում, որ այս հարցին պիտի անդրադառնանք հուզական եւ էմոցիոնալ կերպով։ Դա խոսքը թվերի մասին է, պրագմատիկ հաշվարկի հարց է։ Ռացիոնալ կերպով պիտի վերաբերվենք այս հարցին, որովհետեւ նաեւ շատ կարեւոր է այստեղ մի բան կա, որ կուզեի ընդգծել։ Տեսեք նախարար Քերոփյանին արևմտամետ մեր ուրեմն համայնքը, այո, մեղադրում էր նրանում, մեղադրում էր նրանում, որ տեսեք, այս Քերոփյանը ավելացնում է էքսպորտը դեպի Ռուսաստան, ինչպես կարելի է, ուրեմն դա նրանով հանցանք է գործում, ոնց կարելի է փոխանակ ինքը բացի ուրիշ շուկաներ, ինքը ավելացնում է Ռուսաստան։
ուրեմն առավել անհեթեթ, առավել ինչ ասեմ, կոպիտ ասեմ, հիմար բան չի կարելի արտասանել, որովհետև տնտեսագիտության միջազգային առևտրի առաջնային կանոններից մեկը հետևյալն է. եթե դու ոտքի տեղ ես արել ինչ-որ մի շուկայում, դու պիտի փորձես ընդլայնես, միայն ընդլայնման ուղղությամբ պիտի գնաս, այսինքն եթե դու սահմանափակում ես հակառակը այդ շուկան, դու կատարում ես հանցագործություն ուղղակի սեփական արտադրողի նկատմամբ, այսինքն եթե մենք ոտի տեղ ունենք կոպիտ ասած նույն Ռուսաստանում, մենք դա պիտի միայն ընդլայնենք, այսինքն որ ընդլայնվել է գերազանց է, որ ուրիշ շուկաներ չենք կարողացել մտնել։ Եկեք պատճառները գտնենք, բայց պատճառները նրանում չի, որ ավելացել է Ռուսաստանը։ Ինչքան ավելանա ցանկացած երկրում, ինչքան ավելանա, այնքան լավ։ Տեսեք, ես բերեմ այս անեկդոտիկ օրինակը Էկվադորի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների։ Էկվադորը աշխարհում բանան արտադրող եւ բանան արտահանող կարևորագույն երկրներից մեկն է։ Այս Էկվադորում դեռևս հին սովետական ժամանակներից սովետական միությունը ընկերություն էր անում, մտները լավ էր հարաբերությունները, ինչ որ զինամթերք է մատակարարել մասին էր խոսքը, եթե ես չեմ ինչ որ զինամթերք, ինչ որ հին սովետական բաներ են, այս էկվադորցիներին, ամերիկացիները համոզել են, որ տվեք սա ուղարկենք Ուկրաինա։ Նորից վերաբերմունքը դեպի Ուկրաինա, տեսեք, հին սովետական Էկվադորում մնացած ժանգոտած ինչ որ զենք, ամերիկացիներն ասում են, սրանք էլ ասում են, դե հա մեզ պետք չի, ուզում եք տարեք։ Ուզում եք տարեք, նշանակում է, այսինքն Ռուսաստանն ասում է մի րոպե, ոնց թե տարեք։ Ուրեմն մենք այդ դեպքում կսահմանափակենք ձեր բանանների, ուրեմն էքսպորտը դեպի մեր երկիր։ Բանանը բերում են Էկվադորից։ Էկվադորը միանգամից գլխի ընկնում, որ չէ, այսինչ էշություն ենք անում, նորից կանգնեցնում են, սառեցնում են, չի տալիս այդ զենքը, հին սովետական զենքը մնում է այնտեղ, որպեսզի կարողանա իր շուկան Ռուսաստանում չկորցնել, որովհետև Ռուսաստանը արդեն թեքվել էր դեպի Հնդկաստանին էին դիմել, որ եկեք մենք բանանը, ուրեմն բանան ենք Հնդկաստանից բերենք։ Հիմա Էկվադորը որպես բանանային, այսպես ասած, պետություն, չէ, լավագույն բանանային պետությունն է։ Կողմնորոշվեց, ստապ, շուտ կողմնորոշվեց, որպեսզի չկորցնի ռուսական շուկան։ Հիմա մենք, եթե ունենք շուկան, միայն պիտի ընդլայնենք։ Ռուսաստան լինի, Ղազախստան լինի, ԵԱՏՄ լինի։ Հիմա գանք թվերին։ 2023 թվական մեր էքսպորտի ընդհանուր ծավալը կազմել է, պաշտոնական տվյալներն եմ ասում, 8 միլիարդ 410 միլիոն ամերիկյան դոլար։ Ուրեմն դրանից 3 միլիարդ 600 միլիոնը գալիս է ԵԱՏՄ երկրներին, որից 3 միլիարդ 400 միլիոնը Ռուսաստանին, հա? Այսինքն սա կարևորագույն մասն է մեր էքսպորտային հնարավորությունների։ Հիմա մեր սիրելի Ֆրանսիան, մեր հարգելի Ֆրանսիան, մեր բարեկամ Ֆրանսիան մեզանից տարեկան գնում է ընդամենը 9 միլիոն դոլարի ապրանք, հա? 9 միլիոն դոլար։ Այսինքն դա այն աստիճան չնչին թիվ է, որի մասին կարելի է չխոսել, այսինքն ցանկացած մեր այս տնաբույծ օլիգարխի գրպանին մի հատ կտցնես այդ 9 միլիոնը կթափի, հասկանում եք։ Հիմա այդ 9 միլիոնի մասին, ասենք Ֆրանսիան, որը որ մեզ երևի թե պատրաստ կլիներ, չէ, հայկական ճիր ու չամիչը, չէ, որ ասենք Հայաստան բարեկամ երկիր եւ այլն, 9 միլիոն դոլար։ Այսինքն մենք այստեղ խնդիրը այն չէ, որ ուրեմն ԵԱՏՄ-ն է մեղավոր, որ Ֆրանսիան չի գնում մեզանից ճիր ու չամիչը։ Խնդիրը մենք ենք, որ մեր ճիր ու չամիչը չի համապատասխանում այն որակներին, որը ուրեմն թույլատրելի կլինի Ֆրանսիա եւ ընդհանրապես արևմուտք արտահանելու համար։ Եվ սա նորից ստանդարտների խնդիր է։ Հիմա ստանդարտների ներմուծումը եւ ստանդարտների պահպանումը տարիների, եթե ոչ տասնամյակների խնդիր է։ Այսինքն սա հնարավոր չէ այսօր ստանդարտ ներմուծես, ենթադրենք էկոլոգիական, վաղվանից կիրառես։ Տասնամյակ է պետք, որպեսզի դու կարողանաս այդ ստանդարտը կիրառես, ապացուցես, հետո կարողանաս քո տեղը բացես համապատասխան շուկայում։ Չէ, եթե խոսքը գյուղմթերքների մասին է, Թուրքիան օկուպացրել է ընդամենը բանի շուկան, եվրոպական շուկաները, հա, եվրոպական շուկան, դեռ ասենք Ինդոնեզիան կա, բան, ասենք երկրներ կան, որոնք որ արտահանում են դեպի Եվրոպա եւ այդ ստանդարտներին վաղուց արդեն ընտելացել են։ Մեզ տարիներ են պետք, եթե ոչ տասնամյակներ։ Մեղադրել տվյալ դեպքում Քերոպյանին նրանում, որ ինքը ավելացրել է Ռուսաստանը եւ շուկա չի բացել։ Ասեմ ձեզ ավելին, շուկա բացելու խնդիրը դեռևս 99 թվականին առաջին Հայաստան-Սփյուռք բաններ, համաժողովներ, մեծ համաժողով էր, որի կազմակերպիչներից մեկն էլ ես էի։ Ես այդ համաժողովի ժամանակ ասացի. մեզ Սփյուռքից փող պետք չի, մոռացեք փողի մասին։ Մեզ ձեզանից շուկաներ են պետք։ Յուրաքանչյուրը Սփյուռքի լավագույն ներկայացուցիչները կոնկրետ երկրում կոնկրետ շուկայի եք տիրապետում։ Օգնեք մեզ,
այդ շուկայում մեր տեղը գտնելու։ Սա է ձեր միակ խնդիրը մեզ համար, որ դուք կարող օգտակար լինել։ Փողը կտակ չեք տա, դա արդեն ձեր, ասենք, բանից է կախված, էմոցիոնալ վերաբերմունքից դեպի երկիր։ Բայց ինչ էմոցիոնալ վերաբերմունքի մասին է խոսքը։ Ես անցած օրը պատահական մի հոդված եմ կարդում, տեղակ չէ, ճիշտ ասած, Ֆինլանդիայում, ուրեմն ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը, եթե ոչ ամենահայտնին, հայ է։ Վլադիմիր Հակոպով, կարծեմ, ազգանունով, Ռուսաստանում ծնված մեծացած, ասենք կոչվում է ժամանակակից ֆին երաժշտության ռավիրաներից մեկն է։ Հիմա նրա հետ, ասենք, երևի ռուսերենով Armenian Mirror-ում էր տրված այդ հոդվածը, երևի ռուսերենով ինչ-որ մեկը հարցազրույց է վերցնում, թե ինչպես եք, ոնց է երաժշտությունից եք խոսում, Արամ Խաչատրյանից են խոսում, կարծեմ Խաչատրյանի բանում կոնսերվատորիայում իր դասարանում սովորել է, եւ այլն, այսօր նորմալ պատասխաններ տալիս։ Հետո ասում են, բա այդտեղ դուք ասենք Ֆինլանդիայում ոնց եք հայ համայնքով բան ոնց հանդիպում եք, ինչ որ բաներ ունեք։ Ասում եմ, դե չէ, հայ համայնքով ասում չէ, դա շատ ծանր է, որովհետև տարբեր քաղաքական հայացքներ ունեն, բան համարյա չենք հանդիպում։ Ես հասկանում եք, սա ուղղակի զառամյալ մի հատ sense բան է, զավեշտ էլ չի, սա ուղղակի խայտարակություն է։ Ֆինլանդիայում դուք, ասենք 2.5 հայ, տարբեր քաղաքական հայացքներ ունեք, ձեր քաղաքական միակ մոտեցումը պիտի լինի եւ արժեքը Հայաստանի Հանրապետությունը, վերջ, Հայաստանի Հանրապետությունը եւ նրա բարգավաճումը, վերջ, եթե Հայաստանին վերաբերյալ քաղաքական այլ մոտեցում, եթե դու դիասպորայում ես ներկայացուցիչ, դու պիտի չունենաս, հասկանում եք, ուղղակի ապշած է դրանից, մեզ պետք է այդ իմաստով իհարկե վերականգնել Սփյուռքի հետ մեր հարաբերությունը, որոնք այսօր գտնվում են նույնպես շատ ցածր մակարդակում։ Ես ցավում եմ դրա համար։ Խստագույն կերպով սա վերականգնել է պետք, որովհետև Սփյուռքը Հայաստանի հետ միասին դա լրիվ այլ արժեք է։ Այդ թվում նաև քաղաքական, այդ թվում նաև գեոքաղաքական արժեք է, մենք պիտի դա կարողանանք օգտագործել։ Թե չէ, մենք միայն Հայաստանով այդպես, ասենք, նեղվելով, սահմանափակվելով լավ տեղի չենք հասնի։ Սիրելի ռադիո լսողներ, այսքանն էր այսօրվա Դարբինյանի ժամը, մենք հաջորդ շաբաթ կհանդիպենք։ Ցտեսություն։